Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1478-րդ օրն է, մինչ Կրեմլում փորձում են ուշքի գալ Ուկրաինայի հզոր հարվածներից հետո, մեր զորքերը թշնամուն մտածելու ժամանակ չեն տալիս եւ շարունակում են նորանոր հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում եւ ռազմական գործողությունների գոտում։ Ռազմաճակատի տարբեր ուղղություններում շարունակվում են նաեւ տեղական ճեղքումները։ Երեք ձեզ պատմեցի 5 կիլոմետրանոց ճեղքման մասին, այսօր ունենք ավելի խորը ճեղքում։ Վստահ եմ մեր Telegram-յան ալիքի հետևորդները բաց չեն թողել Տուլայի եւ Կրասնոդարի երկրամասի Տիխարեցկից տպավորիչ կադրերը, ինչպես նաեւ այն բոլոր ոգևորիչ կադրերը, որ մենք թողարկել ենք մեր Telegram-յան ալիքում։ Իմիջիայլոց վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է հայտնվում հարվածների տակ Կրասնոդարի երկրամասը։ Իդեպ հայ լսարանի համար այս նորությունը կարող է հետաքրքիր լինել նրանով, որ Տիխարեցկի նավթային հանգույցը խողովակաշարերի համակարգով կապված է Ադրբեջանի հետ, ինչն ապահովում է նավթի տարանցումն ու մատակարարումները, ինչպես նաև էներգետիկ համագործակցությունը։ Այս հանգույցը կարևոր դեր է խաղում Կասպիական նավթի տեղափոխման հարցում, կապ հաստատելով Կասպից ծովի նավթարդյունահանող տարածաշրջանների եւ Սև ծովի նավահանգիստների միջև։ Այսօր դրական նորությունների շարունակությունն է երեկվա։ Ես վստահ եմ, որ լավ լուրերը շատ չեն լինում, հատկապես YouTube-ի լավագույն լսարանի համար, որը հենց մեր լսարանն է, ինչի համար շատ շնորհակալ եմ, երբ տեսնում եմ մեկնաբանություններում, թե ինչպես եք ոգևորում մեր բոլոր կողմնակիցներին, իրոք շատ եք ոգևորում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Սկսեմ երևի ճեղքումի լուրից։ Ուկրաինայի զինված ուժերը ավելի ստույգ Սկալա գունդը առանցքային ուղղությամբ ճեղքել է ռուսական բանակի պաշտպանությունը եւ առաջացել գրեթե 20 կիլոմետր։ Գործողության կարևորագույն արդյունքը Ծիրնովոյե բնակավայրի ազատագրումն էր։ Մանրամասները կպատմեմ եթերի երկրորդ մասում։ Մինչդեռ Ամերիկան եւ Իսրայելը արդեն ավելի կոշտ ձևով երկրի երեսից ջնջում են Իրանը, նախերգանքը կարելի է ասել ավարտվեց, եթե իհարկե այդ հարվածները կարելի էր նախերգանք ասել։ Մերձավոր Արևելքի հակամարտությունը չորեքշաբթի առավոտյան հասավ վճռորոշ շրջադարձի, երբ Ամերիկայի եւ Իսրայելի ռազմաօդային ուժերը զսպման փուլից անցան այն փուլին, որը Պենտագոնի ներկայացուցիչները անվանում են Իրանի ռազմական եւ արդյունաբերական կառուցվածքի լիամասշտաբ ապամոնտաժում։ Իդեպ Իրանի արտգործնախարարությունը ստիպված էր խոստովանել, որ Իրանի այսպես կոչված նոր իբր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, սակայն Թեհրանը հավաստիացնում է, որ Իսրայելի եւ Ամերիկայի նոր թիրախը առայժմ իրեն լավ է զգում։ Դե քանի նորից չի թիրախավորվել, լավ կզգա, երևի։ Էսկալացիայի 12 օրերից հետո Սպիտակ տունը պաշտոնապես հաստատեց, որ օդային արշավը թևակողել է իր ամենաագրեսիվ փուլը։ Գործողությունը, որը նախարար Փիթ Հեքսեթը անվանել է ամենաինտենսիվը պատերազմի սկզբից ի վեր, նշանավորում է վերջնական անցումը Թեհրանի ռազմավարական կարողությունների երկարաժամկետ չեզոքացմանը։ Վերջին հարձակումների գլխավոր առանձնահատկությունը B2 ստելս ռմբակոծիչների գործարկումն էր։ Այս ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի առավել ամրացված ստորգետնյա քաղաքներին։ Պենտագոնը հաստատել է GBU-57 գերհզոր հակաբունկերային զինամթերքի կիրառումը։ Սրանք 13.5 տոննանոց ռումբեր են, հատուկ մշակված տասնյակ մետրերով երկաթբետոնի եւ ժայռերի տակ թաքնված թիրախների խոցման համար։ Հաղորդում է, որ Ղոմի, Ֆորդոյի օբյեկտի եւ Նաթանզի շրջակայքում հասցված զանգվածային հարվածների, խորը տեղակայված միջուկային լաբորատորիաների եւ բալիստիկ հրթիռների պաշտպանված պահեստարանների ոչնչացման մասին, որոնք նախկինում համարվում էին անխոցելի սովորական զինատեսակների համար, այս ֆոնին Թեհրանը ակտիվորեն սկսել է կենսունակություն պատկերել եւ տեսանյութեր տարածել իբր իր դեռևս գոյություն ունեցող տեխնիկայի, մասնավորապես մոտորանավակների ստորգետնյա պահեստարաններից։ Դե շուտով կիմանանք կան դեռ այդ բունկերները, թե կադրերը տարածվում են լոկ քարոզչության համար։ Քանի որ իրանական հոբ համակարգը մեծապես ճնշվել է գործողության առաջին օրերին, Ամերիկան սկսել է ավելի ակտիվորեն օգտագործել B1 Bell Lancer գերձայնային ռմբակոծիչները, որոնք տեղափոխվել են բրիտանական Fairford բազա։ Այժմ Ամերիկայի ռազմաօդային ուժերի այս աշխատավոր ձիերը, եթե կարելի այդպես ասել, կարող են գործել ավելի ազատ։ Ընթացիկ գործողության ինտենսիվությունը վկայում է այն մասին, որ
որ Ամերիկան եւ Իսրայելը այլևս չեն ձգտում վերադառնալ նախկին կարգավիճակին, ստատուս քվոին, նպատակը փոխվել է դեպի Իրանի տարածաշրջանային ռազմական տերություն կարգավիճակից վերջնականապես զրկելը։ Մեջբերեն փորձագետներին մենք ականատես ենք լինում պետության ուժ պրոյեկտելու կարողության համակարգված ապամոնտաժմանը, լրատվամիջոցների հետ զրույցում նշել են բարձրաստիճան պաշտպանական վերլուծաբանները, սա այլևս զսպման հարց չէ, սա տոտալ չեզոքացման հարց է։ Մինչ ծխով պատված Թեհրանի վրա ծագում է արևը, անորոշ է մնում արդյոք իրանական ղեկավարության թևքերում մնացել են ասիմետրիկ խաղակարտեր, թե 12 օրյա ռմբակոծությունը իրենից հետո միայն փլատակներ է թողել, նշում են ռազմական փորձագետները։ Դե տեսնենք, Իրանը իր հերթին նույնպես փորձում է իր մնացած միջոցներով հարվածներ հասցնել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին։ Իդեպ բուրն իրադարձությունների ֆոնին քչերը ուշադրություն դարձրին Իրանի հարցում Ալիևի հետ քայլին։ Հասկանալի է, որ ներկայիս Ադրբեջանը դեռ չի կարող չափվել նույնիսկ գլխատված Իրանի հետ, բայց իր հետ քայլով Ալիևը հուսախաբ արեց Իսրայելի իր ընկերներին, ովքեր հույս ունեին, որ Ադրբեջանը գոնե կպահպանի լարվածությունը եւ իր վրա կշեղի առանց այդ էլ հիացված իրանական ուժերը, թեթևացնելով Ամերիկայի եւ Իսրայելի գործը, հատկապես երբ հերթ հասնի ցամաքային գործողությանը, հնարավոր ցամաքային այսպես ասենք, բայց Ալիևը վարվեց իր մեծ եղբոր Էրդողանի պես եւ ոչ միայն լարվածություն չստեղծեց Իրանի հյուսիսային սահմաններին, այլև Իրանին նույնիսկ հումանիտար օգնություն ցուցաբերելով փաստացի ապտակ հասցրեց այն երկրին, որտեղ հույսեր էին կապում Ալիևի հետ, իսկ պատերազմական ժամանակների վիրավորանքները, ինչպես գիտենք, չեն մոռացվում։ Իդեպ այսօր Ալիևի բարեգործությունը շարունակվել է, Ռուսաստանի հատուկ չվերթը դեղամիջոցներ կհասցնի Ադրբեջան հետագայում Իրանին փոխանցելու համար։ Փաստորեն Ադրբեջանը վերածվում է ոչ թե թշնամու Իրանի համար, այլ հումանիտար հաբ, հա։ Երուսաղեմում իհարկե պատրանքներ չունեն, այնտեղ հասկանում են, որ Ալիևը համերաշխ է Էրդողանի հետ, բայց քանի դեռ այդ համերաշխությունը սահմանափակվում է հումանիտար բեռներով եւ դիվանագիտական ժպիտներով, այլ ոչ թե իսրայելական օբյեկտների փակմամբ կամ նավթի մատակարարումների դադարեցմամբ, Իսրայելը ձևացնելու է, թե ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Սա ոչ թե ռացիոնալացում է, այլ իրականության հարկադիր ընդունում, երկարաժամկետ գոյատևման առումով Իսրայելը Ադրբեջանի կարիքն ավելի շատ ունի, քան Ադրբեջանը Իսրայելի, բայց տարածաշրջանը միայն Ադրբեջանով չի սահմանափակվում, կա նաև Հայաստանը։ Ես չգիտեմ, թե Ալիևն ինչպես դուրս կգա այս իրավիճակից, բայց նա անշուշտ կփորձի դա անել, քանի որ այս պահին տարածաշրջանում ոչ ոքի ձեռնտու չէ թշնամանալ Իսրայելի հետ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել մեկ այլ փաստ։ Մեր լսարանը հավանաբար հիշում է, որ իմ եթերներից մեկում արդեն պատմել եմ, թե ինչպես ամերիկյան հրեական կազմակերպությունները Բաքու կատարած այցի ժամանակ Ալիևին կանգնեցրին փաստի առաջ եւ հասկացրին, որ Հայաստանը հետաքրքիր է հրեական կազմակերպությունների եւ Իսրայելի համար։ Այն ժամանակ Ալիևը մի շարք փոխզիջումային առաջարկներ արեց եւ նրանք, ինչպես ասում են, ցրվեցին տներով, քանի որ Ալիևը այն քաշային կարգում չէ, որ պայմաններ թելադրի հրեական կազմակերպություններին, փաստացի հրեական կազմակերպությունները փաստի առաջ կանգնեցրին Ալիևին, որ գործելու են Հայաստանի ուղղությամբ։ Իմ կարծիքով նաև ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը ավելի ուշադիր ուսումնասիրեն Իսրայելի հետ հնարավոր համագործակցությունը եւ եթե պատերազմական ժամանակում իշխանությունները չցանկանան խախտել այսպես կոչված ուժերի հավասարակշռությունը, ապա ոչ ոք չի կարող խանգարել այլ քաղաքական ուժերին կամուրջներ ստեղծել եւ միջոցառումներ կազմակերպել փոխշահավետ համագործակցության ոլորտները ուսումնասիրելու համար։ Այստեղ կարող էր մեծ դեր խաղալ իհարկե ամերիկյան հայ համայնքը, բայց ցավոք սրտի տեսնում ենք, որ հիմնական լոբիստները բացի բոլշևիկյան սկզբունքներից այլ ուղղությամբ չեն մտածում։ Մեր ամերիկյան հայ լոբին նույնպես նորացման կարիք ունի, որովհետեւ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ նրանց գործունեությունը բացարձակ ժամանակավրեպ է։ Ինչևէ, դա Ամերիկայի հայերի գործերն են, վերադառնանք հրեաների Իսրայելի հետ հարաբերություններին։ Հենց այն փաստը, որ հրեական կազմակերպությունները քննարկում են Հայաստանի հետ փոխհարաբերությունները, կարծես պատնեշ դնելով Ալիևի հավակնությունների առջև, արդեն իսկ խոսում է Հայաստանի հանդեպ հետաքրքրության մասին։ Իսկ թվում է շատ հայեր նույնիսկ չեն խորանում, թե իրական Հայաստանի դերը ինչպիսին է աշխարհում, ինչպես է ընկալվում Հայաստանը։ Շատերի համար ռուսների թելադրանքով Հայաստանը իբր փակուղի է, բայց դա այդպես չէ։ Առնվազն տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների հավասարակշռման
հաղորդման համար Հայաստանի քաղաքական գործիչները կարող էին սկսել կապ հաստատել հրեական կազմակերպությունների հետ կամ ինչու ոչ պետական կառույցների հետ։ Ես ինչպես միշտ արտերկրից խորհուրդներ չեմ տալիս, թե ինչպես վարվել, այլ պարզապես հուշում եմ բացված հնարավորությունների մասին, ինչպես ցանկացած Հայաստանում ծնված մարդ կուզենար, որ իր հայրենիքում առաջընթաց լինի։ Որոշողը միևնույնն է հայ քաղաքական գործիչներն են, ես պարզապես հնարավորության մասին եմ ասում, պարզապես ես նկատում եմ, որ շատերը եռուզեռի մեջ մոռանում են Հայաստանը միայն այն քառակուսի կիլոմետրերը չեն, որոնք հնչեցնում է Փաշինյանը։ Մենք բոլորս ենք Հայաստանը։ Սփյուռքը, նրա ուժն ու ներուժը նույնպես Հայաստան են։ Անկախ նրանից, թե ինչ քաղաքականություն կվարեն ներկայիս իշխանությունները, աշխարհը մեզ միևնույնն է ընկալում է որպես մեկ ամբողջություն։ Ինչ էլ ով գնա եւ որտեղ խոսի, միջելոց Փաշինյանի հնչեցրած թեզերին կանդրադառնանք հայաստանցի փորձագետների հետ։ Իսրայելի թեմաներից անցնենք Ուկրաինային, նախորդին Ուկրաինայի դեսպանատունը հայտնեց Հայաստանից գեներատորների մատակարարման արդեն 3-րդ ակցիայի մասին, քիչ-քիչ, բայց գալիս է։ Հայաստանի իսկական ընկերները օգնում են, հասկանալով, որ մենք միասնական ամբողջություն ենք, որը փորձում են պառակտել Պուտինյան Ռուսաստանը։ Իդեպ Ռուսաստանի մասին խոսեցինք, օրերս Հայաստանում իմ կողմից խորապես չհարգված իրեն լրագրողի տեղ դրած մեկը, իդեպ այդպիսիները շատ են, դերասանները դարձել են լուրեր հաղորդող, մեկնաբանող։ Այդ մարդիկ իրենց հաղորդումը անվանել էին ուկրաինացի դիվանագետի հետ հարցազրույց, իսկ ես հակված եմ համարել ոչ թե հարցազրույց, այլ ռուսական կամ պրոռուսական տեղեկատվական հատուկ գործողություն, թե գիտակցաբար, թե անգիտակցաբար, որովհետև եթե չհասկանալով են անում, դա միևնույնն է նրանց չի արդարացնում։ Իբր Ուկրաինայի հանդեպ հետաքրքրության քողի տակ ներարկվում էին անթույլատրելի նարատիվներ։ Այդ անհասկանալի իմ համար կերպարը իրեն թույլ տվեց կշտամբել Ուկրաինային Հայաստանից ուղարկված գեներատորներով, նշելով, թե Ուկրաինան 90-ականներին Հայաստանին գեներատորներ չի մատակարարել։ Հետաքրքիր է, չէ՞, որ Ուկրաինային Հայաստանից Ուկրաինայի բարեկամներն են գեներատորներ մատակարարում։ Իսկ կշտամբումը ինչ-որ մի տարօրինակ կերպար։ Եթե իրեն լրագրող անվանող այդ կերպարը ավելի կրթված լիներ, կիմանար, որ ժամանակին Ուկրաինան իր լաստանավով ճեղքում էր Հայաստանի տրանսպորտային շրջափակումը եւ հնարավորություն էր տալիս սննդամթերք ու ապրանքներ հասցնել Հայաստան։ Մեր լսարանը լավ գիտի, բազմիցս ենք խոսացել այդ թեմայով, դեսպան Բոշկոն ամեն հնարավոր առիթի ժամանակ պատմում է, դա հենց իր գործունեության ժամանակ է եղել, ել չասեմ, թե որքան միմյանց օգնելու պատմություն ունենք մենք հայերս եւ ուկրաինացիները, բայց հայտնվում են ինչ-որ տարօրինակ մարդիկ եւ սկսում են խոսել այդ հարաբերությունների մասին, նշելով միայն իրենց կողմից նկատված նեգատիվը։ Չնայած մեղադրել Ուկրաինային, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն դեպքում, երբ որ այսօր դա անում է Փաշինյանը կամ աշխարհի ցանկացած երկիր, ինձ թվում է խոսում է այդ մարդկանց կողմնակալության մասին։ Գիտեք ինչն է մատնում ռուսական կամ պրոռուսական գործիչներին։ Նրանք չեն հասկանում, որ Ուկրաինան Հայաստանին մոտ երկիր է, որտեղ տասնյակ դարեր շարունակում են հայեր ապրել, որ Հայաստանից այդ մի քանի տասնյակ գեներատորները ուղարկվել են ոչ թե ինչ-որ անհայտ երկրի, այլ 100 հազարավոր հայերի հայրենիքին, որոնց իրավունքներն ու ժառանգությունը հայկական պաշտպանված են այնպես, ինչպես աշխարհի շատ քիչ այլ վայրերում։ Պրոռուսական կամ ռուսական գործիչների համար Ուկրաինան ընդամենը մի երկիր է, որը վտանգ է ներշնչում Կրեմլում գտնվող իր գաղափարական, իսկ գուցե ոչ միայն գաղափարական ոգեշնչողներին, բայց ոչինչ, քանի որ ամեն օր ոչնչացնելով թշնամուն, ուկրաինացի մարտիկները մոտեցնում են նաև վերադարձը դեպի իսկական վերաբերմունքը իսկական Ուկրաինայի հանդեպ։ Իսկ երեք ռազմաճակատում տեղի ունեցել 128 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 780 օկուպանտի եւ նրանց 2426 միավոր տեխնիկան ու սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է արդեն 1,276,760-ի, ռելիզը ձեր էկրաններին է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Ասեմ, որ վերջին ժամանակահատվածում նաեւ Իրանից ենք ակտիվ լուրեր տարածում, իսկ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Իդեպ Ստրասբուրգում հայկական Այբուբենի հուշարձանի տեղադրումը պատմական է դարձնում Հայաստանի վարչապետի այցը Ֆրանսիա։
բայց հուշարձանի տեղադրման դրական փաստին զուգահեռ, ինչպես գիտեք, արվեցին այնպիսի հայտարարություններ, որոնք իհարկե չեն կարող նույնպես դրական նայվել, բայց ինչպես ասացի, Փաշինյանի հայտարարություններին կանդրադառնանք հայաստանցի փորձագետների հետ, իդեպ քանի որ գիտեմ հուշարձանի գաղափարի հեղինակներին, իրական հեղինակներին, ոչ թե բացելուց կողքը նկարվողներին, ապա առաջին հերթին իմ երախտագիտությունն եմ հայտնում նրանց, շնորհակալ եմ, ինձ թվում է բոլոր մեր հայրենակիցներն էլ շնորհակալ են նման աշխատանքի համար, հուսանք մի օր այդ մարդիկ կուզենան, որպեսզի իրենց անունները հնչեն, այժմ դեռ չենք կարող մեծ աշխատանք կատարած այդ մի շարք մարդկանց անունները ասել, բայց կարող եմ երկու անուն ասել, սկուլպտուրայի դիզայներներ Գագիկ եւ Նաիրի Ամատունիներին, իրոք շատ տաղանդավոր գործ են արել, շատ շնորհակալ ենք, իսկ մնացածին, ինչպես ասացի, մի օր հուսամ նրանց անունները հնչեցնելու հերթն էլ կգա, ինչևէ, արածն է մնում, խոսքը կարելի է ուղղել, իսկ հուշարձանը կմնա դարերով հուսանք։ Մինչ Ամերիկան եւ Իսրայելը մեկը մյուսի հետևից սպանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաներին, ոչնչացնում Իրանի ռազմական արսենալն ու միջուկային օբյեկտները, Թեհրանյան վարչակարգը փորձում է ցույց տալ, թե իբր ավելի կենդանի է, քան բոլոր կենդանիները, իդեպ շրջակա միջավայրի ռադիացիոն աղտոտման մասին չի հաղորդվել, բայց կարծում եմ այստեղ արդեն հայկական իշխանությունները պետք է զգոնություն ցուցաբերեն։ Մեր Telegram-ում տեղադրել ենք ամերիկյան հարվածների լուսանկարներն ու տեսանյութերը Իրանի միջուկային օբյեկտներին, էսկալացիան աճում է, դրան զուգահեռ նաև էմոցիոնալ ֆոնը, արևմուտքում սկսել են ավելի հաճախ քննադատել Թրամփին եւ պետք է խոստովանել, որ կան հիմքեր։ Թրամփը կրկին եվրոպական քննադատության ալիք բարձրացրեց իր հասցեին, այս անգամ Հնդկաստանին տալով 30-օրյա թույլատվություն գնելու ռուսական սփոթային նավթ, որպեսզի, ինչպես ասվում է, մեղմվի էներգառեսուրսների դեֆիցիտը։ Նկատում եք, Թրամփի ձեռքի տակ միշտ գտնվում է ինչ-որ մեկը, ով առաջ է մղում Ռուսաստանի շահերը, չնայած արդեն ասացի, որ սա Ռուսաստանին չի բրկի, բայց Թրամփի վրա մեկը մյուսի հետևից այս հետքերը մնում են։ Արևմտյան երկրները չպետք է թույլատնեն պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, նույնիսկ հիմա աշխարհում նավթի դեֆիցիտի ժամանակ նման հայտարարություն արել է Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Կոշտան նշել է, որ ռուսական նավթի գնի վերին շեմը կօգնի կայունացնել էներգետիկ շուկան եւ կսահմանափակի Ռուսաստանի եկամուտները։ Նրա խոսքով այժմ առաջնահերթ խնդիրն է ապահովել էներգակիրների անխափան մատակարարումը, հատկապես Հորմուզի նեղուցով, որը փորձում է արգելափակել Իրանը։ Մեջբերեմ, հիմա ժամանակը չէ թույլատնելու տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ընդգծել է Կոշտան։ Նա ողջունել է էներգետիկայի միջազգային գործակալության անդամ երկրների որոշումը իրենց ռազմավարական պահուստներից 400 միլիոն բարել նավթ վաճառելու մասին, որն ընդունվել է մարտի 11-ին։ Կոշտան կարծում է, որ դա կմեղմի էներգառեսուրսների դեֆիցիտը աշխարհում եւ կնվազեցնի դրանց գները։ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարություն այն մասին, որ հիմա ժամանակը չէ թույլատնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հաջորդեցին Թրամփի որոշմանը, որով նա թույլ տվեց Հնդկաստանին 30 օրվա ընթացքում գնել ռուսական սփոթային նավթ։ Սփոթային են անվանում այն նավթը, որն արդեն տանկերներով ծովում է, բայց որի համար դեռ գնորդ չկա։ Բացի այդ, Ամերիկան որոշել է ժամանակավորապես թույլանել պատժամիջոցները որոշ այլ երկրների նավթի նկատմամբ։ Դե Ամերիկան կարող է թույլանել պատժամիջոցները, բայց ուկրաինական դրոնները միևնույնն է խստացնում են, ինչպես 3 գիշեր Կրասնոդարի երկրամասում։ Իդեպ Հայաստանում Պուտինի վկաների համար մի տհաճնորություն հայտնեմ, նրանց սիրելի Ռուսաստանը նույնիսկ հայկական մրգերն ու բանջարեղենը չի դիտարկում որպես իրանականին փոխարինող, Ռոսպրոդսոյուզ ասոցիացիան արդեն որոշել է այլընտրանքային մատակարարներին ռուսական շուկայում իրանական արտադրանքը փոխարինելու համար, մատնանշելով ներմուծող երկրների լայն շրջանակ, որպես հիմնական փոխարինող երկրներ նշվել են Թուրքիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը, նույնիսկ Վրաստանը, ինչպես նաև Չինաստանը, Սերբիան, Մոլդովան եւ Պարսից ծոցի այլ երկրներ, Հայաստանը չգտացուցակում։ Իդեպ Ադրբեջանի համար այս ոգևորիչ նորությունը ստվերվում է մեկ այլ լուրով, արդեն տխուր Տուղապսեի դատարանը վարույթ է ընդունել դատախազության հայցը պետության սեփականությանը հանձնելու կառուցվող Սիփայն Ռեզորտ հանգստյան համալիրը, որի շահառուն ադրբեջանցի գործարար Շահլար Նովրուզովն է, դեռ Ռուսաստանը մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում են։
Իսկ Մոսկվան կարծես վերադառնում է 90-ականներ, Մոսկվայի բնակիչները զանգվածաբար փեյջերներ եւ ռացիաներ են գնում, ինտերնետի անջատումը վերածվել է կոլապսի, միևնույն ժամանակ կապի շրջափակումների ֆոնին Մոսկվայում փեյջերների վաճառքը աճել է 73%, իսկ ռացիաներինը 27%։ Հնացած սարքերի գնումը ընթանում է արագ տեմպերով, Ռուսաստանի մայրաքաղաքը ավելի ու ավելի տեսանելիորեն գլորվում է դեպի թվային մեկուսացում, որտեղ մարդիկ փորձում են փրկվել անցյալ դարի կապի միջոցներով, Կրեմլը այդ ընթացքում շարունակում է սեղմել ինտերնետի օղակը, այն վերածելով տոտալ վերահսկողության եւ սահմանափակումների համակարգի։ Ճիշտ ասած, ես չգիտեի, որ 21-րդ դարում փեյջերներ դեռ գոյություն ունեն։ Ուզում եմ հարցնել այն կերպարներին, ովքեր 23 թվականից իմ եթերների մեկնաբանություններում գրում էին, թե հնչած ամենը սուտ է, ինչպես եք տղաներ, հնարավորություն ունեք էլի մեկնաբանություն գրելու, դե կտեղափոխվեք Հայաստան, Հայաստանից կգրեք, թե որքան իբր հզոր է ձեր Ռուսաստանը։ Իդեպ ռուսական բյուջեն սրընթաց գնում է դեպի մինուս, արդեն փետրվարի վերջին դիֆիցիտը գրեթե հասել է տարեկան պլանին, իսկ նավթագազային եկամուտները կտրուկ նվազել են։ Անցնենք հարվածների մասին տեղեկատվությանը։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ստորաբաժանումները մարտի 11-ից 12-ը հաջող հարվածներ են հասցրել օկուպացված տարածքներում ռուսական զորքերի հոբ օբյեկտներին, պահեստներին եւ լոգիստիկային։ Պաշտոնական տվյալների համաձայն մարտի 12-ին Լուգանսկի մարզի Բարովենկի բնակավայրի մոտ ոչնչացվել է S-300V զենիթ-արտիլերային համալիրի արձակման կայանքը, իսկ Զապորոժիեի մարզի Վասիլևկայի մոտակայքում ռուսական զորքերի հրամանատարական դիտակետը հարվածներ են հասցվել նաև Ռուսաստանի բանակի ռազմական լոգիստիկայի օբյեկտներին, զինամթերքի եւ նյութատեխնիկական միջոցների պահեստներին Լուգանսկի մարզի Դուբովսկի ավանի մոտ, հրետանային բրիգադի վերանորոգման ստորաբաժանմանը Զապորոժիեի մարզի Յակիմովկայի մոտ, վառելիքաքսուքային նյութերի էշելոնի Լուգանսկի մարզի Դալժանսկ բնակավայրի մոտ, բացի այդ մարտի 11-ին Սևաստոպոլի շրջանում ուկրաինական զորքերը խոցել են եւս մեկ S-300 կայանի ռադիոլոկացիոն կայանը, իսկ Դոնեցկի մարզի Շիրոկայա Բալկայի շրջանում հաստատվել են տարբեր տեսակի ավելի քան 6000 միավոր զինամթերքի ոչնչացումը, կառավարման կետերին, պահեստներին եւ հոբ օբյեկտներին ստացվող համակարգային հարվածները զգալիորեն նվազեցրել են ռուսական զորքերի մարտական գործողությունների ապահովման հնարավորությունները։ Իդեպ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաստատել է, որ այս գիշեր տարածաշրջանի ռազմավարական օբյեկտները ենթարկվել են դրոնների հարձակման, ռուսական պաշտոնական աղբյուրների պնդմամբ ընդամենը բեկորներ են ընկել եւ հրդեհի պատճառ դարձել։ Դե ինչպես ուզում են թող անվանեն, բայց այն, որ խոցումը կայացել է եւ օբյեկտը հրդեհվել է, հո իրենք հերքել չեն կարող, կադրերը ամբողջությամբ կա նաեւ մեր Telegram-ում։ Ռուսները ինչպես միշտ գիշերային հարվածներ են հասցրել Ուկրաինայի խաղաղ բնակչությանը։ Մարտի 12-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է 94 հարվածային դրոն, ուկրաինական հոբ ուժերը խոցել կամ ճնշել են 77 ռուսական դրոն, արձանագրվել է 16 դրոնի հարված 11 տեղանքներում եւ բեկորների անկում 1 վայրում, կան զոհեր, որոնց թվում երեխա, բազմաթիվ քաղաքացիներ ստացել են վիրավորումներ, վնասվել են ենթակառուցվածքները։ Դա արդեն ամեն օրվա ռեժիմով իրադարձություններ են։ Ուկրաինական հատուկ ծառայությունները արդեն կարողանում են շատ օպերատիվ վերանորոգել, բայց իհարկե մենք բոլորս կցանկանայինք, որպեսզի պատերազմը շուտ ավարտվեր եւ մեր երկրի ներուժը զարգացման վրա ուղղվեր։ Դրա համար մեր ուժերը, մեր զինվորները մարտի դաշտում ամեն օր մոտեցնում են հաղթանակը։ Վերադառնալով Դնեպրոպետրովսկի մարզում Սկելա գնդի իրականացրած ճեղքման մանրամասներին, ասեմ, որ մի քանի շաբաթ տևած գործողությունը թույլ տվեց ուկրաինական բանակին ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող Ծիրնովոյե բնակավայրը։ Ստորաբաժանման տվյալներով ուկրաինացի մարտիկները կարողացել են ճեղքել ռուսական զորքերի պաշտպանությունը եւ առաջանալ մոտ 19 կիլոմետր։ Տվյալները երեկվանն են, ինձ թվում է արդեն 20-ը անցած կլինի։ Զինվորականների տեղեկություններով գործողության ակտիվ փուլը սկսվել է 26 թվականի հունվարի 30-ին, իսկ հարձակմանը մասնակցել են շուրջ 200 ուկրաինացի զինվորներ։ Նախնական տվյալներով գործողության ընթացքում ուկրաինացի զինվորականները հակառակորդին լուրջ կորուստներ են հասցրել, ոչնչացվել է ավելի քան 600 ռուս օկուպանտ, ինչպես նաև շարքից դուրս է բերվել թշնամու զգալի քանակությամբ կենթանի ուժ։ Շատ չերկարացնեմ եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ է օգնում։ Ձեզ մեր լսարանին եւ մեր հայությանը ցանկանում ենք ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, բարով մնաք եւ ամենագլխավորը անփորձանք։